Բարև ձեզ բարեկամներ, Փակ TV-ն ինչպես միշտ ողջունում է իր բոլոր ունկնդիրներին, բոլոր այն մարդկանց, որոնք սպասում են մեր հաղորդումներին։ Մենք էլ մեր հերթին աշխատում ենք տաղավար հրավիրել այնպիսի անձնավորությունների, որոնց իհարկե լսելը մեզ համար ոչ միայն հաճելի, այլ որոնցից ինչ-որ բան կարող ենք նաև ստանալ, սովորել, որոնց հետ շփվելուց հասկանում ենք, որ ոչ բոլոր մարդիկ են, որ այսօր ամբողջովին հիասթափված են եւ չգիտեն, թե ինչ կարելի է անել։ Եվ այսօր մենք երկարատև չէ, բայց մի փոքր դատարից հետո նորից տաղավար ենք հրավիրել Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանին։ Բարև ձեզ։ Очень բարի։ Իմ լավ բարեկամին, ով ինձ համար նախ եւ առաջ որպես ռեժիսոր է ստեղծագործող մարդ, բայց հանգամանքների բերումով այսօր նա ղեկավարում է մի կուսակցություն, որը իհարկե հրաշալի փայլուն ծրագրեր ունի, սակայն այս երկրում այդպիսի ծրագրերը շատ դժվար է անցկացնել։ Շատ տխուր իրավիճակում ենք, պարոն Խզմալյան, եւ վերջին այս օհանավանքի այս ներկայացումը տխրահարչակ պատարագը, որին մասնակցում էր նաեւ երկրի վարչապետը, իհարկե շատ իսկապես տխուր տպավորություն տվեց։ Այդ մասին ինչ կարող եք ասել։ Կարծում եմ այս ամեն ինչին որպես քաղաքական գործիչ պետք է մոտենամ ձեր հարցին պատասխան ոչ այնքան էմոցիոնալ, բարոյական տեսակետից, այլ ավելի սառնասիրտ փորձենք հասկանալ, սա մեր պետությանը եւ ազգին օգուտ բերում է, թե ոչ, որովհետեւ ցանկացած իշխանությունը ինչ որ պահին սկսում է շփոթել ինքն իրեն պետության հետ։ Սա միտված է Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ամրացնելու նպատակին, սակայն պետության ազգի գերագույն շահերի տեսակետից սա բացարձակ մեղմ ասած սխալ է, հանցավոր սխալ ես կասեի, որովհետև եկեղեցին ողջ աշխարհում եկեղեցիները, կրոնական հաստատությունները, անկապ նրանից թե քրիստոնեական են, իսլամական են, բուդդիստական, դա որևէ ազգի կամ երկրի ամենապահպանողական հաստատություններից մեկն է, եթե ոչ ամենապահպանողականը, եւ դա այն անհրաժեշտ պահպանողականությունն է, որը արագ փոփոխվող իրականության մեջ պահպանում է որևէ ազգի, երկրի, պետության, ժողովրդի հիմնական եւ անփոփոխ շահերը, արժեքները, նպատակները։ Ուստի լինում են պահեր, երբ պետությունը, կառավարությունը, իշխանությունը իր նպատակների համար գրոհում է եկեղեցիներին։ Այդպես են խզվում պետությունները, այդպես են ստեղծվում կրոնները։ Այսպես 301 թվականին Տրդատարքան, որը միաժամանակ զերադաշտական միթրայական գլխավոր քուրմն էր Հայաստանում, քաղաքական որոշում ընդունեց եւ քրիստոնեացրեց Հայաստանը։ Դա քաղաքական որոշում էր։ Դա մեծ, կարևոր, բարդ եւ ծանր խոսակցություն է, որովհետեւ դա ոչ թե միայն ոչ այնքան կրոնական, բարոյական, հոգեվոր, այլ նախ եւ առաջ աշխարհը քաղաքական ընտրություն էր, որը այսպես թե այնպես պահպանեց մեզ որպես ազգ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի օրերին Ստալինը վերականգնեց բոլոր եկեղեցիները, որոնք նրա նախորդ Լենինը արգելեց, այսինքն երբ եղավ բոլշևիկյան հեղաշրջումը 17-18 թվականներին, այն երկրներում, որոնք մտան կամ մտցվեցին սովետական այդ կայսրության մեջ, կրոնը ոչ միայն, ոչ այնքան անջատված էր պետությունից, այն փաստորեն արգելված էր եւ եկեղեցիները դատարկ էին։ Եկեղեցին դարձել էր պետության թշնամին։ 42 թվականին, 43 թվականին Ստալինգրադյան ծանրագույն մարտերի ընթացքում Ստալինը հանկարծ հասկացավ, որ ժողովրդին պետք է եկեղեցին, որպես հոգևոր, բարոյական, ինչ որ խթան կամ մի խարիսխ
եւ նա վերստեղծեց եկեղեցիները, սակայն դրանց բոլորի վրա ռուսական, ուկրաինական, վրացական, նաեւ հայկական մնաց այս խարանը ստալինյան վերահսկողության եւ ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ եւ ռուսական եկեղեցին, ցավոք սրտի եւ հայկական եկեղեցին գտնվում էր եւ մնում է ռուսական հատուկ ծառայությունների վերահսկողության տակ։ Բայց տեսեք, երբ մեզ ասեցին ամենաբարձր ամբիոնից, որ ասենք կաթողիկոսի եղբայրը KGB-ի ագենտ է, դա շատ կարևոր հայտարարություն էր, որը ոչ միայն անհրաժեշտ, այլ նաև հնարավոր է ապացուցել։ Բայց տեսեք, դա ասում է մի պետության ղեկավար, որի սահմաններին կանգնած է KGB-ին ու FSB-ի զորքը, որը, ինչպես ես երեք հայտարարությունից տեսա, որի ԱԱԾ-ի երիտասարդ սաները ուղարկվում են Ռուսաստան վերապատրաստվելու նույն KGB-ի կամ FSB-ի, ինչպես հիմա են անվանում, ուսումնական հաստատություններ, դպրոցներ։ Այսինքն ինչ որ բան չի բռնում։ Եթե դուք պայքարում եք KGB-ի դեմ, ուրեմն եկեք սկսեք ձեր կառույցներից, ԱԱԾ-ից, գլխավոր շտաբից, բանակից, կառավարությունից, ազգային ժողովից, բազմաթիվ ռուսակցություններից, որոնք իրենց կուսակցություն են անվանում, բայց Ռուսաստանի շահերն են պաշտպանում, մամուլից, փակեք ռուսական եթերները, որոնք օրնիբուն ցեխ են լցնում Հայաստանի արժանապատվության վրա։ Դա այդ ամենը չի արվում։ Տնտեսության զգալի արդյունքի բաժինը մնում է ռուսական վերահսկողության տակ։ Երկաթուղին է ռուսականներ, Գազպրոմը մենաշնոր է, բաշխիչ ցանցերը էլեկտրական, հանքերը, մամուլը, քաղաքական կուսակցությունները, բանկային ֆինանսական համակարգի զգալի մասը ռուսական վերահսկողության տակ։ Այսինքն Հայաստանը մնում է ռուսական գաղութ, եւ դա այն է, ինչ պետք է անի կառավարությունը, ապագաղութացնի երկիրը, ապագաղութացնի տնտեսությունը, որ մենք այլևս չլինենք Ռուսաստանի հումքային կցորդը, որը մոլիբդեն, պղինձ, ոսկի է վաճառում կամ վերավաճառում է ռուսական ոսկին եւ այլն։ Դա չի արվում եւ այս պայմաններում եկեղեցու մեջ պարակտում մտցնել դա շատ վտանգավոր է մի երկրի համար, որը 5 տարի առաջ ռազմական պարտություն կրեց, 2 տարի առաջ 150,000 փախստական ընդունեց հայաթափված Արցախից եւ հիմա գտնվում է բավական բարդ տնտեսական, քաղաքական եւ բարոյական իրավիճակում։ Դա շատ վտանգավոր է եւ ես պնդում եմ, որ դա չի ծառայում պետական եւ ազգային գերագույն շահերի։ Դա ծառայում է միմիայն օրվա իշխանության նեղ վերընտրության նպատակին։ Ես հասկանում եմ իհարկե պարոն Խզմալյան, որ դուք էլ գիտակցում եք այն իրավիճակը, որում մենք հայտնվել ենք, եւ պատկերացնում եմ, թե ինչ դժվարությամբ եք կարողանում այսպես համակերպվել, որ դեռ կարելի է այսպես շարունակել, բայց ինչ կարելի է անել, որ այս իրավիճակից մենք դուրս գանք, դուք ինչ որ բան առաջարկություն ունեք։ Ես մեկ շաբաթ առաջ հրապարակեցի ժողովրդավարական ուժերի միասնական ընտրական ցուցակ։ Դա նախագիծ է, դա առաջարկ է, որտեղ շուրջ 7 տասնյակ անուններ են, տարբեր կուսակցությունների, տարբեր հասարակական կազմակերպությունների կամ որևէ քաղաքական ուժին չպատկանող, բայց հայտնի անձանց, որոնք համապատասխանում են 3 կարևորագույն մեզ համար չափանիշների։ Նրանք ընդգրկված չեն եղել նախկին եւ ներկա իշխանությունների գործադիր կառույցներին 1-2 բացառությամբ եւ նրանք հանրային հասարակական իմաստով հանդես են գալիս որպես եվրոինտեգրման ջատագովներ։ Այս 3 պարզ չափանիշներով մենք առաջարկեցինք հասարակությանը ընդհանուր ճակատով ստեղծել ժողովրդավարական ուժերի միասնական հարթակ։ Առաջարկն արված է, այլևս թող ոչ ոք չասի, որ դուք չեք միավորվում, չեք ուզում, չեք կարող, դա հնարավոր է։ Ես հրապարակեցի, կվերահրապարակեմ կրկին, սպասում եմ մարդկանց արձագանքը։ Լուրջ արձագանքներ դեռևս չի եղել։
Առայժմ ոչ, բայց մոտավորապես քանի հոգի էին ընդգրկված։ շուրջ 70։ Հա, բավականին մեծ է։ Այսինքն այնտեղ մարդիկ կան, ում մենք երբեմն չենք էլ ճանաչում անձամբ, բայց տեսել ենք նրանց հրապարակումները, կան մարդիկ, ում հետ մենք բացարձակապես համաձայն չենք մի շարք հարցերում, սակայն կարևորագույն չափանիշները պահպանված են եւ այդ ցուցակը վեր է մեր անձնական ճաշակի, ասենք, կուսակցական շահերից, դա ազգային, գաղափարական, պետական մոտեցում է, այսինքն դա է պետք անել, ժողովուրդը պետք է գիտակցի, որ այս ընտրությունները լինելու են կամ մենք մնում ենք ռուս-թուրքական թակարդի մեջ, որպես գաղութ, կամ մենք գնում ենք դեպի Եվրոպա, ուրիշ այլընտրանք այնտեղ, ուրիշ ճանապարհ չկա, ով ասում է, որ սա խաղաղության եւ պատերազմի մեջ է, միջև է, նրանք ոչ թե սխալ են, նրանք պարզապես ձգում են մեզ դեպի պատերազմ, որովհետև այն խաղաղությունը, որը մեզ առաջարկվում է, դա իրականում հետաձգված պատերազմ է։ Քանի որ Հայաստանը կարող է գոյատևել այս տարածաշրջանում եւ այս ժամանակաշրջանում շրջապակված լինելով միլիոնավոր, բազմամիլիոնանոց թշնամական, մահմեդական պետություններով եւ ազգերով, մենք կարող ենք գոյատևել, պահպանել մեր պետականությունը միայն հզոր ռազմաքաղաքական դաշինքի ներսում։ Դա միայն Եվրամիությունն է։ Դա չի կարող լինել Շանհայան կամ, չգիտեմ, Ալթայան կամ աֆրիկա-ասիական որևէ կառույց, դա միայն Եվրոպական միությունն է։ Ով պահում է մեզ դրանից։ Իսկ այդ ցուցակում այդ միավորման արդյունքի դուք կունենալու եք ձեր վարչապետի տեխնացուն։ Շատ կարևոր հարց է, որովհետև բնականաբար սա թելադրանք չէ, սա առաջարկ է։ Ես առաջարկեցի Ազատ Արշակյանին որպես տեխնացու մարդու երևի որի ազնվության, որի անբիծ կենսագրությանը ոչ ոք Հայաստանում կարծում եմ առողջ մարդ չի կասկածի։ Մարդը, որ 12 տարի անցկացրել է սովետական գուլագում եւ չի կոտրվել, ազգային գործիչ, նա որևէ կուսակցությանը չի պատկանում, բայց նրա կեցվածքը, նրա ազնվությունը, նրա կենսագրությունը չմոռանանք, որ նա եղել է առաջին Գերագույն խորհրդի անկախացած Հայաստանի падգամավոր։ Եվ ես կարծում եմ, դա պետք է լինի մի տեխնացու, որին ոչ ոք չբացառի, որը ավելի շատ խորհրդանշական դեր պետք է խաղա, որտեղ մեր կառավարությունը չպետք է լինի կուսակցական հաջորդ։ Դա պետք է լինի տեխնոլոգիապես բարձր մակարդակի մասնագետներից, փորձագետներից, տնտեսագետներից, իրավաբաններից, քաղաքական լուրջ վերլուծաբաններից կառուցված կառավարություն։ Այո, իդեպ առաջարկ եկար, ես պիտի ասեմ, որ անձամբ ճանաչում եմ պարոն Արշակյանին եւ համամիտ եմ ձեզ հետ, որ դա իսկապես փայլուն անձնավորություն է, ազնիվ եւ մարդ, որը անցել է շատ հետաքրքիր ճանապարհ։ Լավ, հիմա տեսեք, օրս էլ Ալիևը հայտարարեց, որ ինքը ամեն ինչով նպաստելու է, որպեսզի հայկական բեռները անխափան, այսպես անվտանգ Ադրբեջանի տարածքով հասնել Հայաստան։ Փաշինյանն էլ անմիջապես արձագանքեց, որ այստեղ էլ մենք մեր բոլոր կոմունիկացիաները տրամադրելու ենք Հայաստանից Թուրքիա, Ադրբեջան գնացող ճանապարհները լինելու են նույնպես անվտանգ։ Այս մասին ինչ կարող եք ասել։ Սեղանի վրա կա երկու աշխարհաքաղաքական նախագիծ։ Մեկը գոյություն ունի 10 տարուց ավել։ Դա հյուսիս-հարավ ճանապարհն է, որը կոչված էր Եվրամիությունը, Սև ծովի նավահանգիստներով, Վրաստանով, Հայաստանով եւ Իրանով կապել Միջին Արևելքի եւ Հնդկաստանի հետ։ Ինչու Հնդկաստանի հետ, որովհետեւ Եվրոպան կանխատեսում էր Չինաստանի եւ Միացյալ Նահանգների աճող հակասությունները, որոնք հիմա ակնհայտ են բոլորին, եւ Հնդկաստանը պատրաստվում է Արևմուտքի կողմից որպես բարձր տեխնոլոգիաների նոր կենտրոն, որտեղ տեղափոխվում են գործարանները, հատկապես հայ-թեքի բարձր տեխնոլոգիաների համակարգչային, բջջային եւ այլն արհեստական բանականության Չինաստանից դեպի Հնդկաստան, որտեղ Հնդկաստանը դա ժողովրդավարություն է այնուամենայնիվ,
դա հզոր տեսություն ունեցող երկիր է, եզերական, միջուկային տերություն է։ Մեզ համար շատ կարևոր է, որ Հնդկաստանը գոնե մինչև վերջերս, ինչպես ասում են, բարի աչքով էր նայում Հայաստանին եւ այնտեղ շոկ ապրեցին, երբ որ Հայաստանը հանկարծ որոշեց բարելավել հարաբերությունները եւ հաստատել դիվանագիտական հարաբերությունները Հնդկաստանի գլխավոր թշնամու Պակիստանի հետ։ Միջոցից ինչու էր Հայաստանը Պակիստանի հետ հանկարծ որոշել դիվանագիտական հարաբերություններ հաստատել։ Պատասխանը զավեշտալի է, որովհետև դա Մոսկվայի պահանջն էր, քանի որ Պակիստանը համագործակցում է եվրասիական այդ ԵԱՏՄ կոչվող կառույցի հետ, եւ ըստ ԵԱՏՄ-ի այնտեղ չի կարող լինել պետություն, որը չի ճանաչում ԵԱՏՄ անդամներից որևէ այլ պետությանը, եւ Հայաստանի հետ այդ հարաբերությունները անհրաժեշտ էին Մոսկվային, որպեսզի Պակիստանի հետ անխոչնդոտ հարաբերություններ ստեղծվեն, բայց Հնդկաստանը, որը հատուկ մեծ զենք էր բավական էժան վաճառում, այն էլ շատ ռազմավարական առումով կարևոր ծանր հրետանի, հրթիռային համակարգեր, հիմա իմ տվյալներով եւ այդ տվյալները առաջին ձեռքից եմ պետք է ասեմ, դիվանագիտական, իրենք բավական մտահոգված են այս նոր ելևէջներով հայկական դիվանագիտության, սա օրինակ է։ Երկրորդ տարբերակները, այն ինչ առաջարկում էր Ալիևը Էրդողանը Թրամփին։ Եվ այստեղ շատ կարևոր էր Իսրայելի դերը, որովհետև Իսրայելը նպատակ ուներ մեկուսացնել Իրանին։ Ու դեռևս մի քանի ամիս առաջ, այդ 12 օրվա պատերազմից առաջ, Իրանը դիտվում էր Իսրայելի կողմից որպես գլխավոր ախոյան։ Եվ դա օգնեց Ալիևին եւ Էրդողանին, որոնք ինչպես եւ 20 թվականին շատ ճիշտ իրենց համար օգտագործեցին պահը, եւ այն ժամանակ 20 թվին էլի Թրամփն էր, չէ, որը փակեց աչքերը իրադարձությունները։ Նույնը արեց նա հիմա։ Ինչի համար է սա Հայաստանին։ Ինչ օգուտ ունի Հայաստանը 40 կիլոմետրանոց հատվածը դարձնելով ճանապարհ Թուրանի համար, եւ այդ մասին մենք չենք խոսում։ Այդ մասին Ղազախստանն է արդեն հայտարարել, որ սա առաջին քայլն է դեպի Թուրան վերականգնումը, սա անուղղակիորեն կամ ուղղակի է խոսում են թուրքական վերլուծաբաններ եւ քաղաքական գործիչները, անգամ եթե տնտեսական առումով նայենք, տեսեք, մենք ունենք երկու տարբերակ։ Մի դեպքում հյուսիս-հարավը մոտ 550 կիլոմետր է, եւ պատկերացրեք, որքան ասենք մաքսատուրք կարելի է ստանալ 560 կիլոմետր, 550 կիլոմետր ճանապարհից։ Մյուս դեպքում 40 կիլոմետր, որի եկամուտը նաեւ պետք է կիսվի ինչ-որ ամերիկյան մասնավոր անհայտ ֆիրմայի հետ։ Այսինքն 20 կիլոմետր մենք համեմատում ենք 550 կիլոմետրի եկամուտների հետ, այդ ինֆրաստրուկտուրայի եւ ամենակարևորը աշխարհաքաղաքական իրարամերժ պրոյեկտներ են, որովհետեւ եթե աշխատի այս չարաբաստիկ Թուրանի Թրամփի անվան, ինչպես իրենք սիրում են ասել Զանգեզուրի միջանցքը եւ ասում են, ինչ էլ հակադրի դրան Հայաստանը, ապա փաստորեն ինչն է Հայաստանի շահը այնտեղ, որ մենք օգնում ենք Թուրքիայի եւ Ադրբեջանի տնտեսությանը, դրա փոխարեն մենք ապահովում ենք արևմտյան Եվրոպայի, Ուկրաինայի, Բուլղարիայի, Սևծովի երկրների եւ ողջ Եվրամիության մուտքը դեպի միջին արևելք, արաբական երկրներ եւ Հնդկաստան։ Այս երկուսի միջև Փաշինյանը ընտրեց ռուս-թուրքական, ինչու ռուս-թուրքականը, որովհետև 3 օր առաջ Օվերչուկը փոխվարչապետը հայտարարեց, որ Ռուսաստանը ստացել է առաջարկ Ալիևից մասնակցելու այս երկաթուղային եւ այլ կոմունիկացիաների կառուցմանը։ Այսինքն ամեն ինչ նորից վերադարձավ տխրահարճակ 20 թվականի նոյեմբերի 9-ի Ղազագրին եւ Փաշինյանը հիմա 5 տարի անց այն ինչ 5 տարի շարունակ մերժում էր, ասում էր, որ ոչ, մենք երբեք դրան չենք համաձայնվի, հիմա ընդունում է եւ ներկայացնում է որպես մեծ հաղթանակ։ Այսինքն օգոստոսի 8-ը իրականում հիմա պարզ է, որ թաքցնում է նույն տխրահարճակ նոյեմբերի 9-20 թվականի։ Ահա եւ ամբողջ։ Այո։ Պարոն Խզմալյան, վերջերս էլ դուք շատ հետաքրքիր ճամփորդություն ունեցաք դեպի Եվրոպա, ինչ երկրներում եղաք, որտեղ եւ ինչ հետաքրքիր հանդիպումներ էին։
Պարբերաբար եվրոպական կուսակցության ներկայացուցիչները պետք է լինեն Եվրոպայում, որովհետև մենք այնտեղ ավելի ազատ ենք շփվում եւ անխոչնդոտ քննարկում ենք շատ սուր հարցեր եվրոպական դիվանագետների հետ։ Ասեմ նաև, որ հենց այսօր ձեզ հետ հանդիպելուց հետո ես հանդիպելու եմ եվրոպական խորհրդարանի падգամավորներից երկուսի հետ, որոնք այստեղ գտնվում են խորհրդարանական այդ այցով եւ մենք այնտեղ շատ սուր հարցերի ենք պատասխանում։ Եվրոպացիները հարցնում են, որքանով է անկեղծ Հայաստանի իշխանությունը հայտարարելով մի կողմից, որ գնում է դեպի Եվրոպա, մենք նաև հիշեցրեցինք նրանց, իսկ շատերի համար դա անհայտ էր, որ դա հենց եվրոպական կուսակցության եւ մեր գործընկերների այն ժամանակ Եվրաքվե կոչվող նախաձեռնությունն էր եւ ստորագրահավաքը եւ օրենքի ընդունումը դա մեր ջանքերի արդյունքն է, որը հիմա Փաշինյանը ներկայացնում է ԿՊ-ին։ Թող վերագրի, եթե իրենք ընդունեն այդ օրենքը ընդունված է, տնանք իրականացնեն այդ օրենքը, Աստված թող Նոբելյան մրցանակը դրա։ Ես ոչ թե հավատում, ես տեսնում եմ, որ ամեն ինչ արվում է հակառակ ուղղությամբ, որ սա փոշի փչելն է, թոս փչելն է, ինչպես ասում է ժողովուրդը, եվրոպացիների եւ սեփական ժողովրդի աչքին է։ Դա նույնն է, ինչ արեց Վրաստանը։ Վրաստանը մինչև հիմա հայտարարում է, որ Եվրոպա է գնում, բայց Եվրոպական խորհրդարանը հրաժարվեց ճանաչել Վրաստանի կառավարությունը։ Այնտեղ արդեն դիվանագիտական խզում է առաջացել։ Իրենք տեսնում են, որ վրացիները խաբել են Վրաստանի իշխանությունները, խաբել են Եվրոպային։ Եվ իրենք կասկածում են, որ նույնը հիմա անում է Փաշինյանը։ Պարզապես վրացիները դա արեցին 5-6 տարվա մեջ, Փաշինյանը դա արեց 5-6 ամսվա մեջ, սկսած այս տարվա մայիսից։ Մարտին ընդունվեց օրենքը, մայիսին նա այցելեց Ռուսաստան, պայմանավորվեց, որ ամեն ինչ անելու է, ինչ պահանջում է Ռուսաստանը, միայն թե հեղաշրջում չանի։ Եվ Ռուսաստանը ուղղակի բեմադրում է այստեղ իբրև թե պայքար, իրականում աջակցելով Փաշինյանին, որտեղ իրենք հաստատ գիտեն, որ Փաշինյանը անելու է այն, ինչ ցանկանում է հիմա Ռուսաստանը։ Առայժմ անում է ամենայն։ Լավ, հանդիպումները որտեղ եղան, որ երկրներ։ Հանդիպումները Բրյուսելում էին, կարևոր հանդիպումներ, հետո Վարշավայում սեպտեմբերի վերջին կայացել էր անվտանգության խորհրդի այսպես կոչված Warsaw Security Summit, իսկ հետո մենք Վարշավայից, որովհետև ես միայնակ չէի, գործընկերս էլ էր հետս, մենք այցելեցինք Ուկրաինա։ Ուկրաինայում մենք մասնակցեցինք Pan-Եվրոպա հասարակական ու քաղաքական մի կառույցի համաեվրոպական ժողովին, նիստին, Ուկրաինան ընտրված է, որովհետև Pan-Եվրոպա կառույցը, որի միջոցով գլխավորում են եւ ժամանակին ստեղծել են ավստրիական թագավորական ընտանիքի անդամները Հաբսբուրգները։ Եվ մենք հանդիպեցինք Կարլ ֆոն Հաբսբուրգին եւ Վալբուրգա ֆոն Հաբսբուրգին, այսինքն Ֆրանց Յոսիֆ Կայսեր ծառներին, որոնք մինչեւ հիմա կատարում են այն դերը, որ ժամանակին կատարում էր փաստորեն ավստրիական կայսրը։ Ոչ բոլորը գիտեն, որ հռոմեական կայսրության թագաժառանգը ավստրահունգարական կայսրությունն էր, եւ իրենք թեև կայսրությունը այլևս չկա, համարում են անհրաժեշտ պահպանել եվրոպական միասնության գաղափարը։ Հենց իրենք են առաջարկել Եվրամիության գաղափարը դեռ 1922 թվականին եւ այդ կազմակերպության անդամներն էին Այնշտայնը, Ֆրոյդը, Ադենաուերը, Դեգոլը, բազմաթիվ հանճարեղ քաղաքական եւ հասարակական գործիչներ, արվեստի մարդիկ, այդպես որ մենք դարձել ենք այդ կառույցի մասնակիցը, անդամը, Հայաստանը ունի Pan-Եվրոպա-Արմենիա կառույցը, որի մեջ նաեւ ես եմ, եւ այդ կառույցի միջոցով մենք եւս կամուրջներ ենք ստեղծում Եվրոպայից։ Իսկ Ուկրաինայում մենք փաստորեն ցուցադրեցինք Հայաստանի հասարակության ժողովրդի համերաշխություն Ուկրաինայի պայքարի հետ, որովհետև եթե պարտվի Ուկրաինան, կպարտվի նաև Հայաստանը։ Սա նույն պատերազմն է, որի ճակատներից մեկն է այստեղ։ Իսկ ինչ իրավիճակ է Ուկրաինայում, դուք այս ռուս-ուկրաինական հակամարտության հետ կապված ինչ կարող եք ասել։ Ուկրաինան դատապարտված է հաղթանակի։
Ուկրաինան ես ձեզ հետ կարծեմ մի անգամ կիսվել եմ այդ գաղափարով, Ուկրաինան ինձ հիշեցնում է 1988 թվականի, 89 թվականի Հայաստանը։ Այն ոգին, այն համերաշխությունը, որը մենք տեսանք այնտեղ, ինձ հիշեցրեց մեր կյանքի, մեր սերնդի ամենաերջանիկ օրերը։ Պատկերացրեք, ամեն օր ժամը 9-ին առավոտյան ամբողջ Ուկրաինան կանգ է առնում 1 րոպե լռության, զանգեր են հնչում եկեղեցիներում, մարդիկ դուրս են գալիս մեքենաներից, տրանսպորտից եւ ձեռքերը սրտին երգում են Ուկրաինայի օրհներգը, Շեն եւ մեռլա Ուկրաինա, Ուկրաինան դեռ չի կործանվել եւ երբեք չի կործանվի։ Եվ 1 րոպե լռությամբ հարգում են զոհված հերոսների հիշատակը։ Դա ամեն օրվա ծիսակատարություն է։ Պատկերացրեք, ինչպիսի ոգի է այդ երկրում տիրում, ապրում են դժվար, պատերազմ է, հոսանքն է անջատվում ժամերով, բայց մենք այդ ամենը տեսել ենք։ Մենք մութ ու ցուրտ տարիներ ենք քաշել հանուն ազատության եւ անկախության եւ վերադարձանք ռուսական գաղութ։ Ուկրաինան ամեն ինչ անում է, որ չլինի երբեք այլևս ռուսական գաղութ եւ իրենք կհաղթեն, ես չեմ կասկածում այն օգնությունը, որը արևմուտքը ասեմ ձեզ, դա երևի գաղտնիք չէ, մեր այցելությունը շատ ծանր էր, որովհետեւ ճանապարհը դեպի Ուկրաինա, Վարշավայից կամ Մոլդովայից տևում է ժամեր, մեքենաներով, ավտոբուսներով 22 ժամ, թեև ճանապարհը այդքան երկար չէ, որովհետեւ մենք ժամը 1-2 ժամ կանգնում ենք եւ ճանապարհ ենք տալիս ռազմական բեռներով շարասյուններին։ Իրենք իհարկե փակված են, մենք ոչ նկարում ենք, ոչ էլ այդ մասին պետք է ես չեմ ասի որտեղ եւ այլն, որտեղ դա արդեն կարող է վնասել Ուկրաինայի շահերին, բայց դե ռուսները գիտեն, որ օրեկան ինչ մենք տեսանք մեր աչքերով, ինչ օգնություն է գալիս դեպի Ուկրաինա, ռազմական, մարդասիրական, ֆինանսական, դա շատ տպավորիչ է եւ Ուկրաինան հաղթելու է անխուսափելիորեն։ Եվ միած որպես եվրոպական կուսակցության նախագահի մեզ մոտ ես հասկանում եմ, որ այնպեսի մթնոլորտ է, որ Ալիևը այսօր ամեն ինչ անում է, որպեսզի եվրոպական դիտորդները հեռացվեն Հայաստանից։ Եվ ցավալին այն է, որ մեր իշխանություններն էլ կարծես թե այդպես տրամադրված չեն, որպեսզի նրանք մնան։ Այս մասին ինչ կարող եք ասել։ Ես կարծում եմ, խնդիրն ավելի խորն է։ Ես կարծում եմ, որ Հայաստանի իշխանությունների հսկայական, աններելի հանցավոր սխալ է, որ Փաշինյանի իշխանությունները նորմալիզացնում են ճակերտներում ցեղասպանությունը եւ հայրենազրկումը, պատրիացիդը, որը տեղի ունեցավ Արցախում։ Նրանք չփորձեցին մեղադրել Ալիևին այդ ցեղասպանության համար։ Նրանք հետ են կանչում հայցերը, մարդկանց եւ պետության հայցերը։ Այսինքն, եթե Պուտինը պաշտոնապես միջազգային դատարանի կողմից ճանաչված է հանցագործ, ապա Ալիևը կարողացավ, տեսեք ինչ արեց նա 20-25-24 թվականներին Ռուսաստանի լավագույն դաշնակիցն էր, հետո ճարպկորեն խույս տվեց եւ դարձավ Եվրոպայի գործընկերը եւ Միացյալ Նահանգների, նրան ընդունում են Սպիտակ տանը, ասում են սա մեծ առաջնորդ է, ասում է Թրամփը։ Ինչու՞, որովհետեւ Հայաստանը ամոթխած ճակերտներում լռում է այն հանցանքների մասին, ռազմական հանցանքների մասին, էթնիկ զտումների, դա ցեղասպանություն է։ Եվ Հայաստանը չի մեղադրում Ալիևին, հանուն ինչի։ Ինչու Փաշինյանը չի ուզում նեղացնել Ալիևին։ Սա ինչ է։ Սա գործարք է։ Գործարք է, որտեղ Ալիևը եւ Պուտինը, ինչպես նաեւ Էրդողանը համաձայնվել են օգնել Փաշինյանին վերընտրվել։ Եվ Փաշինյանը այդ մասին ուղիղ ասել է ոչ ավել ոչ պակաս ՄԱԿ-ի ամբիոնից։ Մինչդեռ տարբեր առաջնորդները խոսում են տարբեր կարևորագույն հարցերի մասին, օրինակ Նեթանյահուն անուն առանուն կարդաց մեր իսրայելական պատանդների անունները։ Թրամփը խոսում էր պատերազմների մասին, որը նա խաղացրեց։ Փաշինյանը ոչ մի խոսք չասեց պատանդների մասին, ոչ մի խոսք չասեց 150,000 փախստականների մասին, չասեց 230 քառակուսի կիլոմետր Հայաստանի
հանրապետության զավթված տարածքի մասին։ Նախ ասեց, որ նա խաղաղություն է բերել եւ կպահպանի, եթե նրան վերընտրեն։ Նա դա ասում է ՄԱԿ-ի ամբիոնից իր ընտրությունների մասին։ Եվ նա ստանում է ինչ որ երաշխիքներ ամենայն հավանականությամբ հենց Ալիևից, որը համաձայնվել է ոչ մի բան չանել մինչև ընտրությունները, որպեսզի Փաշինյանը վերընտրվի։ Շատ հարմար է Պուտինին, Ալիևին եւ Էրդողանին Փաշինյանը, որը ամեն ինչ զիջում է, որը հայցեր չի ներկայացնում, որը հանցագործներին համաներում է շնորհել։ Սա է մեծագույն սխալ։ Հայաստանը ստեղծել է շատ վտանգավոր միջազգային նախադեպ, երբ որ Դայիճին զոհը ներում է։ Դա նախադեպ է հաջորդ ցեղասպանությունների, մյուս դայիճների, մյուս հանցանքների համար։ Դե, պարոն Խզմալյան, դժվար է ձեզ հետ չհամաձայնվել, որովհետև դա իսկապես շատ տխուր իրավիճակ է վերում։ Քանի որ հիշատակեցիք նաև մեր գերիներին, ես կուզենայի մի երկու խոսքել ասեիք այն մասին, թե ի վերջո ինչ կարելի անել, որպեսզի նրանց վերադարձը հնարավոր լինի, որպեսզի Բաքվում շարունակվող այդ թաթերականացված այդ ֆարշը մենք կարողանանք ճշմարտացի ներկայացնել։ Սա նույնպես այդ բեմադրության մաս է։ Ոչ մի բանակցություններ, ոչ մի համաձայնագիր չի կարելի կնքել, մինչև վերջին ռազմագերին ազատված չէ։ Կա հին ճշմարտություն։ Պատերազմն ավարտված չէ, մինչև որ գոնը մեկ ռազմագերի կա կողմերից որևէ մեկի։ Դա մենք չենք օրինել, դա համաշխարհային պրակտիկա է։ Դուք տեսաք, որ պատերազմը Համասի դեմ Նեթանյահուն, Իսրայելը արդարացնում էր պատանդների ազատագրման։ Հիմա անգամ, երբ որ ողջ պատանդ չի մնացել, նա շարունակում է ռմբակոծել, ասելով անգամ աճյունները, դիակները պետք է վերադարձնենք, որովհետև մենք հավատացյալ հрьяաներս, ասում է նա, պետք է նրանց թաղենք հրեական ծեսով։ Փաշինյանը չի ասել, որ մենք 400 գերեզմանատուն ենք թողել Արցախում։ Նա անգամ ողջ պատանդներին կամ անհայտ կորածների մասին չի խոսում։ Սպիտակ տանը Թրամփը միկրոֆոնների առաջ մենք լսեցինք, ասեց դու ունես այնտեղ քրիստոնյա պատանդներ, Christian prisoners, ասեց Թրամփը, եւ Փաշինյանը չզարգացրեց այդ հարցը, ասեց ես հետո այդ մասին կխոսեմ ու չխոսեց։ Այսինքն սա պայմանավորված բան է, ում հետ, Ալիևի։ Երբ են այդ մարդիկ դուրս գալու։ Հնարավոր է, որ ընտրությունների շեմին Ալիևը էլի պայմանավորված մի այսպիսի նվեր տա, որ Փաշինյանը կարողանա ասել, տեսեք, այո, երկու-երեք մարդ ուղարկել։ Այո, հիմա իրենց պահում են նույնպես կեղտոտ քաղաքական խաղի տրամաբանության մեջ։ Այսքան բան։ Շնորհակալ եմ, պարոն Խզմալյան, այսօրվա անկեղծ զրույցի համար։ Ես իհարկե շատ վաղուց եմ ճանաչում, համարում եմ իմ լավ բարեկամը եւ մեր ունկնդիրներին ուզում եմ ասել, որ սիրելի բարեկամներ, իսկապես Տիգրան Խզմալյանը այն մարդն է, ով կարողանում է ճշմարտությունը այսպես ասել եթերից, ճշմարտությունը ասելը շատ դժվար է, բայց ինչպես իմ ուսուցիչներն են ասում, եթե հերոստալիկը չի ծառայում ճշմարտությանը, այդ հերոստալիկը դատապարտված է։ Իսկ մենք փակտիվին ծառայելու ենք մի ճշմարտությանը եւ նրանք ովքեր սովոր չեն այն ընդունել ինչպես կա, թող իրենց հետևություններ անեն։ Շնորհակալություն, պարոն Խզմալյան, մեկ անգամ եւս եւ ուզում եմ մեր ունկնդիրներին ասել, որ այսօր եւս մենք մեծ հաճույքով կհյուրընկալենք Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանին։ Այսօր այսքանը, ցտեսություն։